Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովը հրավիրված է ապրիլի 24-ին, ապրիլյան մարտեր 1994, Մադաղիսի ու Թալիշի ազատագրումը 1994-ի ապրիլյան հաղթանակները, Մարաղաև ողբերգություն 34 տարի հետո, պատմության մութ էջերի բացահայտում Ռոնալդ Գրիգորսունի աշխատությունը թեզը հայացքավ, բողոքի ակցիա դատախազության կողքին հնչալուն կոշտ գնահատականը իշխանության հասցեին, Արցախը ընդերքը տնտեսական շահագործման թիրախ Արամ Անտոնյանի մեծ ոճիր վերջապես անգլերեն ընթերցողին։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովը հրավիրման մասնակցել է 2026 թվականի ապրիլի 24-ին հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը միասին անցկացնելու ծաղիկներ խոնարհելի անմար կրակին կողքին։ Հավաքը տեղի ունենալու ժամը 12:30-ին Համալիրի հարակից տարածքում տեղինական Արևմտյան Հայաստանը Հանրապետության դրոշը վերիշուչ հավաքվելուց հետո մեկնարկելու է երթը հարգանքով Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողով։ 32 տարի առաջ 1994 թվականի ապրիլյան այսօրին մարտական ակտիվ գործողությունների թատերաբեմ այլել Ակնայից մինչև Միրբաշիրի մատույցները ձգվող ռազմաճակատային հատվածը։ Հայկական ստորաբաժանումները հատկապես ծանր մարտեր են Մղելիս Գյուլիջա, Սումի, Ջավահիրլի, Իլխչիլար, Թախիբեյլու, Նամիրլի, Շուրաբադ ու հարակից այլ ռազմահենակետերում կենտրոնացած հակառակորդի բազմաքանակ ուժերի դեմ։ Արևելյան ու հյուսիս-արևելյան ուղղություններով ադրբեջանական բանակի 701-րդ, 703-րդ, 704-րդ ու 888-րդ մոտոհրաձգային բրիգադների կողմից ձեռնարկվող գրոհներին դիմակայելի հետի ՊԲ հրամանատարության որոշմամբ մարտագիծը պաշտպանող 4-րդ ու 5-րդ ՊՇ-ները համալրվալը 2-րդ, 3-րդ, 7-րդ ու կենտրոնական ՊՇ-ներից ընտրված մի շարք ստորաբաժանումներով։ Չնայած հակառակորդի տրամադրության տակին իլած ուժերի միջոցների բացահայտ առավելությանը, այդուհանդերձ հակակատանկյունը շնորհիվ յուրանկամային մարտավարամասնագիտական պետցիրվորակների կարճ ժամանակահատվածում ռազմաճակատում իրադրությունը փոխալա յուրանոկտին։ 32 տարի առաջ 1994-ի ապրիլյան այսօրերին թեժ ազատագրական մարտեր են Քինելիս Մարտակերտաշրջանի հյուսիս-արևելյան ու հյուսիսային ուղղություններում։ Գլխավոր Մատաղից Թալիշ հարվածային ուղղությունով գործող 5-րդ մոտոհրաձգային բրիգադը մարտագծի աջ ու ձախ թևերում համապատասխանաբար Ելմա շրջաները զբաղեցրած 5-րդ ու 6-րդ պաշտպանական շրջանների կողմից ձեռնարկված ապա կողմնորոշիչ գրոհներին արդյունքում երրորդյա թեժ մարտերանի ետը ապրիլի 10-ին ազատագրալն Մատաղիսը։ Մի օր հետո թևերից հարվածող հայկական ստորաբաժանումները վերահսկողության տակ առալ Լևոնարխը։ Մարտական գործողությունները հաջող ընթացք ունեցան նաև հաջորդ 3 օրերին։ Ապրիլի 12-ին ՊԲ հյուսիսային ուղղության Աջթևյան զորքերը մարտերով հսալն Չայլովի կամրջին ու վերահսկողության տակ առալ Չայլու Թալիշ ճանապարհի խաչմերուկը։ Ապրիլի 14-ին ժամը 3-ի սահմաններում հայկական ստորաբաժանումները արդեն Թալիշում են ելել։ 34 տարի առաջ Մարաղա շենմը ողբերգական իրադարձություն այլել Վերինդարդան սպանվալա 50 հայ, այդ թվում խաղաղ բնակիչներ։ Դեպքերի վաղտը 9 խոխա պատանդարվալա, իսկ շուրջ 5000 բնակիչ բռնի տեղահանվալա իրանց հայրենի բնակավայրերը։ Այս դեպքը տարալա տարածաշրջանի ամենածանր հումանիտար աղետներ ամինը թողելով խորը հետք հայ ժողովրդի հիշողության մեջի։ Մարաղայի բնակչության նկատմամբ իրականացված բռնությունները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են այլ որպես քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հանցագործության օրինակ։ Տարիներ հետո եւս Մարաղայի ողբերգությունը շարունակում մնալ է հիշողության ու դատապարտման կարևոր թեմա ընդգծելով նման դեպքերի կանխարգելման ու արդարության վերականգնման անհրաժեշտությունը։ Ռոնալդ Գրիգորսունին յուրամենականապատում Կարին ապրին գիրքումը ընթերցողին տանում է պատմության ամենամութ շրջափակներից մինի միջավը։ Ինքը մանրամասն ներկայացնում է Օսմանյան կայսրության անկման բարդ ընթացքը, իթիհադական գաղափարախոսության կտրուկ փոփոխությունները, մինկելարդիականացման լարվածությունները ու առաջին համաշխարհային պատերազմի ստեղծած քաոսային միջավայրը։ Ապրիլի 24-ի խորհրդանշական օրի համատեքստում Սունի խորացնում է 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ մեր պատկերացումները, առաջարկելով սառնասիրտ ու վերլուծական մոտեցում։ Հեղինակը տեղի ունեցածը ներկայացնում է ոչ միայն որպես վերջնական արդյունք, այլ որպես փուլ առ փուլ ձևավորված գործընթաց, բացահայտելով դրա խորքային պատճառները։ Մենականապատում Կարին ապրին գիրքը ողջ ապրիլ ամսվա ընթացքում հասանելի է 50% զեղչով ընթերցասերների հետի։ Դատախազության կողքին անցկացված բողոքի ակցիային վաղտը հիմնական շեշտը տերվել է արցախցու իրավունքների արժանապատվության ու անվտանգության հարցերի վրա։ Ելույթ ունեցողների նշանով արցախցիները սոր կաղնացան ոչ միայն սոցիալական ու հումանիտար դժվարությունների, այլև հասարակական վերաբերմունքի խնդիրների ռճի։ Հատուկ ընդգծվալով էր անթույլատրելի է արցախցիներին մեղադրել կամ վիրավորական
պիտակներ կիրառել իրենց նկատմամբ հաշվի առնելով թե ինչ ծանր փորձությունների մեջ են անցկացալ իրենք։ Բողոքի մասնակիցները շեշտ տալով էր արցախցի կուրցրալն իրենց տները հարազատներին ու ստիպվածին թողին հայրենիքը վեճթար իրենց կամքով այլ կյանքի ու անվտանգության սպառնալիքի պայմաններում։ Արցախցիք պահանջում են հարգալից վերաբերմունք, արդար գնահատական ու պաշտպանություն իրենց սելավը անհրաժեշտ է ոչ միայն խոսել իրենց խնդիրների մասին, այլև իրական քայլեր ձեռնարկել ապահովել իրենց իրավունքների լիարժեք պաշտպանությունը հասարակության մեջի արժանապատիվ տեղը։ Ակցիայի ընթացքում հնչյալը հստակ ուղերձ արցախցիները կայել չեն ու չպիտի դառնա մեղադրանքի կամ պառակտության թիրախ։ Նրանք պահանջում են արդարություն, աջակցություն ու համերաշխություն։ Ադրբեջանը փորձում է արագ տեմպերով տնտեսական շրջանառության մեջ ներառել օկուպացված Արցախյան դիրքը առանձնատուկ ուշադրություն դարձնելով առավել եկամտաբեր հանքավայրերին։ Այս մտադրությունը հաստատում է Իլհամ Ալիևի ստորագրած կարգադրությունով լեռնահանքային մետալուրգիական արդյունաբերության զարգացումը հռչակումը որպես ռազմավարական առաջնահերթություն։ Մասնագետների գնահատումով Արցախը հարուստ է մխել օգտակար հանածոներով տարածքում առկային հունցումետաղական դիել ոչ մետաղական պաշարներ, թե բացակայում են նավթի ու գազի արդյունաբերական նշանակության հանքավայրերը։ Փոխարենը այստեղ հանդիպում են քարածխի որոշ երվակումներ, հունցն է պատմականորեն հայտնի մետաղաձուլության կենտրոնն է։ Հետազոտված հանքավայրերից առանձնանում են դրմբոնա ոսկե պղնձե հրաքարային, մեհմանայի, բազմամետաղային, տափասարի, քրոմիտի, զուարի սնդիկի ու թոնդրա գետի ոսկու հանքավայրերը։ Մի քանի այլ հանքաբեր տարածքներ հալյան պահանջում են լրացուցիչ հետախուզություն, բայց արդեն իսկ գնահատվում են որպես հեռանկարային։ Արցախը հարուստանավ շինարարական ու արդյունաբերական նշանակության ոչ մետաղական հանածոներով կրակ, հարմար մարգրանիտ, բազալտ, տուֆ, պեմզա ու այլ նյութեր վերկալին լայնորեն օգտագործվին տարբեր ոլորտներում։ Ընդհանուր առմամբ մասնագիտական գնահատականները նշան ծնտանվեր Բաքու նպատակով է հնարավորինս շուտ ու համակարգված ձևով շահագործել Արցախա բնական պաշարները դրանք վերածելով տնտեսական ռեսուրսի։ Արամ Անտոնյանի պատմական մծ ոճի գիրքը վերգիրվել է 1921 թվականին հայերեն ավելի քան 1 դար անց վերջապես հասանելի է դարձել նաև անգլերեն լեզվով։ Գիրքին անգլերեն հրատարակությունը կարևոր ձեռքբերում է իրականացված Արարատ Էսկիջիա Մյուզիումի ու UCLA Promise Armenian Institute-ի հայերի ցեղասպանության ուսումնասիրության ծրագրի համատեղ ջանքերով։ Հատուկ շնորհակալություն է հայտնում նախագծին աջակցած մասնագետներին, ներդվում թարգմանիչ Սիմոն Բյուգեքյանին։ Մեծ ոճիրը պատմական նշանակություն ունի մի քանի առանցքային պատճառներով։ Նախ ներառում է Թալիաթ Փաշային վերագրվող հեռագրերը, որոնք վերաբերում են հայերի բնաճնճման հրահանգներին։ Այս փաստաթղթերի ժամանակին Արամ Անտոնյանն է փոխանցել Հալեպի տեղահանության գրասենյակում գործած օսմանյան պաշտոնյա Նաիմ Էֆենդին։ 11 շարունակ այդ նյութերը վիճարկվել են, սակայն հետազոտությունների նշան ցնտվալ տրանս իսկությունը։ Ավելի քան 100 տարի անց անգլերեն լույս տեսած այս աշխատությունը թեզա հնարավորություն է ապեցալ միջազգային գիտական ու ընթերցողական հանրության հետի ավելի խորությամբ հասկանալի ուսումնասիրելի պատմության այդ բարդ ու ցավալի շրջանը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այս քանը պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։